Բարև ձեզ հայրենակիցներ։ Ես Տիգրան Ոսկերչյանն եմ։ Նորից հանդիպում ենք ուղիղ եթերում այսօր։ Այսօր ես ձեզ հետ հեռախոսով կապնելու ավելի երկար ժամանակ կհատկացնեմ։ Անցյալ անգամները ներող կլինեք։ Խոսակցությունը երկար տևեց եւ վերջում չենք հասնում հեռախոսով ավելի երկար ժամանակով զրուցել, կիսվել իր այդ։ Այսօր մենք մի 20-25 րոպե անպայման կհատկացնենք դրան։ Բայց մինչև այդ էլի մի քանի կարևոր խոսակցություն ունեմ ձեզ հետ։ Ուրեմն անցյալ վերջի անգամ մենք ինչպես ավարտեցինք հաղորդումը։ Վերջին անգամ մենք խոսում ենք հрьяաներային ծրագրերի մասին, ներքին այն օրենքների մասին, որով իրենք իրենց ղեկավարում են, իրենք իրենց եւ օգնում են եւ ծրագրեր են մշակում եւ ինչպես կան նենք ծրագրերը, ինչպես նենք ուրիշի հաշվին հաջողության հասնելու թեզեր կան։ Իհարկե այդ կետերի մեջ ես պետք է խոստովանեմ անպայման ասեմ եւ մենք էլ դա պետք է նկատի ունենանք, շատ օգտակար կետեր կան։ Օգտակար օրենքներ, որոնք մեզ հայերից նույնպես շատ կարևոր են։ Ինչու համար։ Այնտեղ կան կետեր ինչպես իրար օգնելու, իրար միաբան լինելու, անպայման իրար օգնելու։ Այսօր ես քեզ եմ օգնում, վաղը դու ինձ կօգնես։ Մեր ընդհանուր շահերի համար կիրառենք բոլոր միջոցները։ Եթե կետեր կան, որոնք իրենք այսպես են ասում, գոյերը, դրանք ոչ հрьяաներն են, իրենք այդպես են անվանում։ Մանավանդ մեզ հայերիս։ Գոյերը իրենք գիտեք մի կողմից ավելի լավ է այսպես ներկայացնեմ ձեզ ամբողջ հարցը, թե իրանց օրենքները ինչի հիման վրա են կազմել։ Շատ լավ նրանք տեսնելով մեր թերություններն ու թուլությունները, այդ թերություններն ու թուլությունները իրենք օգտագործում են իրենց շահերի համար։ Դա լավ է, բայց այդ թերությունների համար մեղավորը մենք ենք, ոչ թե իրենք։ Այստեղ մեղավորության հարցը հрьяաների ուրիշ հարցերում է, որտեղ նրանք փորձում են նենգորեն նենգափոխել շատ ուրիշ իրական փաստեր կամ պատմական կամ կենցաղային ու տնտեսական իրեն շահերի համար։ Բայց այն ինչ որ մենք էլ կարող ենք օգտվել, հիմա ես դրանց մասին կխոսեմ ձեզ հետ։ Օրինակ այդ միասնականությունը, անպայման իրար օգնելը, հայը հային օգնի, հայը հայի մեջքին կանգնի։ Բոլոր այն ամեն մի փոքր հնարավորությունը, որը մեզ օգուտ կբերի օգտագործել։ Մի հետաքրքիր կետ կա, որ նրանք այսպես շոշափում են, գոյերն ասում են, թե փոքր բաները շրջանցենք, զոհենք փոքրը հանուն մեջ շահի, նրանք ասում են դա այդպես չէ, իրենք իրենց համար գիտեք ինչպես են այդ օրենքը փոխում ավելի դիպուկ ձև, ավելի ճիշտ ձևով։ Գոյերն ասում են զոհենք փոքրը հանուն մեջ շահի, իսկ իրենք ասում են ամեն մի փոքր ձեռքբերումն էլ մեծ բան է։ Սա շատ դրական պահ է, որ դա մենք էլ պետք է հասկանանք, որ այո, փոքրի նկատմամբ, փոքր հաջողություններից մենք չպետք է խուսափենք, չպետք է գնանք անպայման մեծ գործեր բռնելով, որ միայն այսպեսի մեծ մասշտաբով միանգամից գործերը հաջողացնենք իրականացնել, ոչ։ Չէ՞ որ մեծ հաջողությունները սկսում են փոքր հաջողությունների իրար վրա շարելով, ինչպես աղյուսը մեկը մյուսի վրա շարելով է պատը շարվում։ Այս պահը իրենք շատ լավ են օգտագործում իրենց շահերի համար։ Դա ողջունելի է այդ հարցը։ Իհարկե ցանկացած ազգի համար դա կարևոր, մի շատ կարևոր թեզ է, շատ կարևոր կետ է, որ ամեն մի փոքր օգտակար գործը, որը մեզ օգուտ է բերում, պետք չի արհամարել աշկատողանը, թե ինչ է սա, որ սրա համար գլուխ ջարդենք։ Գան բաներով գլուխ ջարդել հարկավոր չի, պարզապես ամեն մի փոքր հնարավորություն, ամեն մի փոքր առիթ, որը իրոք օգուտ է հայ ազգին, հայ ժողովրդին, չարհամարենք, մեծամիտ չլինենք, թե սա արժանիք չունի, իրենց ոչինչ չի ներկայացնում, թեկուզ մեր հայրենակիցների նկատմամբ։ Ամենակարևորը սիրելի հայրենակիցներ, մենք պետք է կարողանանք գնահատել մեր այն հայրենակիցներին, ովքեր թեկուզ մի փոքր իրենց շնորհքով կամ իրենց գիտելիքներով կամ հնարավորություններով օգտակար կարող են մեզ լինել։ Չասենք թե ինչա սրա եղածն ինչա, որ ուշադրություն դարձնենք, այստեղ ենք մեր սխալը այստեղ է։ Մեր պարտությունները գալիս են այդ մանր թվացող, փոքր թվացող օգտակար գործերից։ Եկեք լուրջ վերաբերենք այս ամեն ինչին։ Այդ կետերից մենք շատ օգտակար բաներ կարող ենք վերցնել, շատ օգտակար բաներ։ Ես այսօր ափսոս այդ թերթը մոռացա բերի, ուրիշ բան է բերի ցուցադրելու համար, ամբողջ հարցերի շարանը մոռացա բերեմ, ինչպեսի լավ օգտակար բաներ կան այնտեղ, բայց դուք դա նկատի ունեցեք։ Եվ մյուս իսկ ինչպես պաշտպանվել նրանցից։ Նախ առաջինորդին մենք պետք է փնտրենք թերությունները մեր մեջ եւ այդ նրանց կողմից կազմված հոդվածներն ու կետերը, երբ որ մենք կարդանք, մեզ կօգնեն մեր թերությունները գտնել։ Իրենք շատ լավ կողքից տեսնում են մեր թերությունները։ Մենք պետք է հաշվի առնենք մեր թշնամների այն տեսակետները, որոնք մեր թուլություններն օգտագործում են իրենց շահի համար։
Իսկ այս թուլությունները, որ եթե մենք տեսնենք առողջ աչքով, մեր աչքերը բացենք մեր թերությունների առաջ, մեծամիտ չլինենք, թե ոչ ես խելոք եմ, ինչ ով է ասում, թե այս թերությունները եմ անում, մենք խելոք ենք այսպես այնպես, չպետք է լինենք այդպես մեծամիտ։ Երբ որ մեծամիտ ենք լինում ու գոռոզամիտ, ճիշտ է, հպարտանալու բան մենք ունենք, մեր ժողովուրդը ունի հպարտանալու բան, ուրախանալու բաներ, բայց երբ որ գոռոզամիտ ենք դառնում որոշ հարցերում, եւ քաղաքական հարցերում, եւ տնտեսական հարցերում, մեր հարևանի նկատմամբ, մյուս հայրենակիցի նկատմամբ, մանավանդ սիրելի սփյուռքահայի ժողովուրդ, նորից ես ձեզ եմ դիմում, պարսկահայեր, բեյրութահայեր, ամերիկահայեր, ֆրանսահայեր, եկեք նորից եմ կրկնում ձեզ մի բան կարևոր, այստեղ է մեր միաբանության ամենակարևոր մի կետը, որ դուք մեծամիտ աչքով Հայաստանի հայ ժողովրդին այդպես մի նայեք։ Ես նորից կրկնեմ խոսքերը, չերկարացնեմ, բայց հիշեցնեմ։ Կոմունիստական հասարակարգը ուրիշ բան էր, բայց հայ ժողովրդի շնորհքը այդ նույն հասարակարգում, որ դրսևորվեց բոլոր ասպարեզներում, այդ դրսևորման առաջ դուք մի ուրացեք։ Չի կարելի ուրանալ այն անժխտելի փաստերի առաջ, որ սովետական Հայաստանում այդ սովետական բառը չեմ ուզում ոչ թե գովաբանել, ուղղակի որ այդ սովետական Հայաստանի ժամանակաշրջանն էր, որ 60-ական թվականներից հետո հաշվի առնենք, որտեղ ստեղծվեց ազգային օպերան, պարարվեստը, Պարի խմբի անսամբլը, որը սովետական միությունում առաջինն էր, որ իրեն ցույց տվեց, օպերայի արվեստը, օպերան, սպորտի ասպարեզում, գիտության ասպարեզում, մեր Գերանի ինստիտուտը, մեր քիմիկոսները, գիտնականները, Ղարաբաղի Նախիջևանի ծնունդի մեր մարշալները, գեներալները, որոնք պատերազմին հերոսներ տվեցին, եղած ազգերից տոկոսային հարաբերության քանակով ամենամեծ տոկոսը մերոնք են տվել, ճիշտ է հрьяաներն են տվել, բայց այնտեղ կան խեղաթյուրումներ, պետք է սթափնել այդ ամեն ինչին։ Ուղղակի այս փաստերի առաջ սովետական խորհրդային Հայաստանում ծնված, բարգավաճած եւ իրենց շնորհքը ցուցաբերած հայերի նկատմամբ ողջամիտ եղեք, պարսկահայեր, բեյրութահայեր, ամերիկահայեր։ Սրանք այն փաստերն են, որոնք չի կարելի շղթել, չի կարելի այդպես մեծամտորեն նայել խորհրդային միության մեջ ծնված ու մեծացած հայերին։ Ճիշտ է, թերություններ եղել են, որոնք մեզ խանգարել են մեր ինքնությունը ավելի ցույց տալու, սակայն այդ նույն նեղության մեջ տեսեք փաստը նորից։ Նույն նեղության, ճշմարտության ծածկադմփոցի մեջ, երբ որ մենք մեր պատմության ճշմարտությունից էինք զրկված, դպրոցներում մեզ մի հատ այսպես բարակ մի 100 թերթանոց հայ ժողովրդի պատմության գիրք էին մատուցում։ Եվ շատ կսկտուր տեղեկություններ, ել չեմ ասում Ղարաբաղում, Բաքվում, Ադրբեջանում ապրող հայերին զրկել էին հայ ժողովրդի պատմությունը սովորելուց։ Սրանք փաստեր են, որ դուք պետք է հաշվի առնեք։ Շատ կարևոր է, երբ որ դուք դրանք հասկանաք եւ խելամտորեն մոտենաք պատճառներին ու հետևանքներին, ձեր մեջ ներքին այդ չեմ բոլորին ուզում ամբողջացնել, ոչ բոլոր պարսկահայերին ու ոչ բոլոր բեյրութահայերին կամ ամերիկահայերին։ Ես ասում այն տենդենսը, որը կա, որը ակնհայտ է, այդ տենդենսը պետք է մենք արմատախիլ անենք մեր միջից եւ հաշվի առնենք այն օբյեկտիվ փաստերը, որոնք ակնհայտ են մեր հայ ժողովրդի շնորհքը ցանկացած նեղության մեջ, ցանկացած զրկանքների ու սահմանափակումների մեջ, որ դրսևորվում ու ի հայտ են գալիս, ցույց են տրվում։ Եվ ամբողջ աշխարհում տարբեր երկրներում մեր գիտության ասպարեզում հանճարների գործունեությունն ու տված օգուտը, Ամերիկայի NASA-ում տիեզերական այդ տիեզերական գործունեության ասպարեզում մեր հայ գործիչը, որի միայն մահվանից հետո նրան ազգանուն իմացանք, խորհրդային միությունում էլի տիեզերականության եւ ռազմագիտության մեջ մեր մյուս հայրենակիցը, ես ազգանուններ կարող եմ չհիշեմ, բայց դուք թերթերում կարդացել եք, լսել եք, դրանց մասին գրվել է, որոնք գաղտնի մարդիկ էին համարվում աշխարհում։ Դրա համար դրանց մասին չգիտեինք, բայց հիմա մենք իմացանք ինչպեսի զավակներ ենք ունեցել։ Թեկուզ մենք գիտենք Նիկոյանին, ավիա շինարարության մեջ, ռազմական ինքնաթիռների շինարարության մեջ միգերը որ կային։ Էլ չեմ ասում մարշալները, Ալեխանյան եղբայրները, միջուկային ֆիզիկայի, ատոմագիտության, այդ ամեն ինչի մեջ, որոնք Ալեխանյան եղբայրները, որոնք հիմնադիրներ էին Միջուկային ինստիտուտի Կուրչատովի հետ միասին, բայց խորհրդային միությունում ավելի շատ Կուրչատովի ազգանունն էին շոշափում։ Խուսափում Ալիխանյանը Սարգսին Ալիխանով։ Այստեղ շատ կարևոր պահեր կան, որ մենք պետք է հաշվի առնենք, սիրելի բեյրութահայեր, սիրելի պարսկահայեր եւ սիրելի ամերիկահայեր։ Դուք այդքան տեղյակ չեք եղել այդ ամեն ինչին։ Ուստի ես դա ձեզ ասում եմ, որպեսզի
դուք նորովին նայեք այդ ամեն ինչին։ Խորհրդային բառը մի կողմ նետեք եւ միայն նայեք մեր հայ ժողովրդի մեջ ծնված աշխարհին հայտնի աշխարհի բոլոր երկրներում իրենց բարի գործ դավանդը թողած գործունեության մասին տրամադրվեք եւ միայն դրական կողմերով մենք իրար միաբան լինենք։ Եթե անկեղծ խոսենք, ճիշտ ամեն տեսակ բոլոր ժողովուրդների մեջ տականքներ կան, բոլոր ժողովուրդների մեջ թափթփուկներ, ավազակներ, գողեր կան, բայց դրանք ժողովուրդների դեմքը չեն, դրանք կան թափթփուկներ, դրա համար օրենքը պայքարում է, կառավարությունը պայքարում է։ Ուստի մի կարևոր բան ես հիշեցնեմ, մեր հակառակորդները խորհրդային միությունում, Հայաստանում, որ հայկական անազգաններով ապրել են, դա շատ լուրջ հարց է։ Ես ուղղակի դիպուկ ասեմ ձեզ, այդ հայերեն անազգաններով մեր հակառակորդները, մանավանդ որոնք իրենց լիդերների կողմից ծրագիր են իրականացնում, նրանք հավատալով թե իրանք լավ բան են անում, իրենք ակամա կատարում են այն առաջադրանքները, որոնք այդ հարցերի մեջ, այդ ծրագրի մեջ ներդրված են։ Այսինքն, որտեղ երկու հայ կա, այսպեսի կետ ունեն, այնտեղ պետք է անպայման հրեա լինի։ Աշխատեք առաջ աչքի ընկնող գոյերին, այստեղ տվյալ դեպքում հայերին ասեմ։ Եվ ընդհանրապես գոյ բառը որ ասենք, իրենց բոլոր հակառակորդներին ոչ հրեաներին գոյ են անվանում։ Աշխատեք գոյերին ձեր կողմը գրավել, առաջ ընկողներին, երևացողներին, փորձեք հեղինակազրկել, զրպարտել տարբեր միջոցներով, ահա այսպիսի արատավոր կետեր ունեն։ Ես տեսեք նշեցի եւ ունեն լավ կետեր իրենց շահերի իրագործման համար, բարգավաճման համար, բայց ունեն եւ այսպիսի շատ այլանդակ կետեր, որոնք կարելի է պարազիտության կետեր են։ Սա արդեն վարկաբեկում է իրենց։ Իրենք են վարկաբեկում իրենց կետերով եւ դարեր շարունակ այդպիսի կետերով նրանք մեծացել են ու դաստիարակվել եւ ինքնին նրանց հոգին հոգում ձևավորվել է համապատասխան բնավորություն եւ նրանք հիվանդացել են այդ օրենքներով։ Երբեք ուշ չի այդ բանը հասկանալ եւ հрьяաներին եւ հայախոս հрьяաներին, որոնք մտածում են Տիգրանը սկսեց մեզ էլի բացահայտել, նրանք բացահայտողների դեմ էլի կետեր ունեն, ովքեր մեզ կփորձեն բացահայտել, փորձեք հասարակության առաջ զրպարտել, սևացնել, որպեսզի գոյերը դուք այնպեսի ասում եք խոսքեր գցեք, այնպես տրամադրեք նրանց դեմ, որ գոյերն իրենք հոշոտ են այդ մեծ մերկացողներին։ Նրանց ձեր կողմը գրավեք ասում է։ Բարետես երևացեք, այսպեսի կետեր ունեն, բարետես երևացեք, բարեկամեցող երևացեք, բարեկամներ երևացեք, որպեսզի ձեզ կողմը նրանց նվաճեք եւ այդ միջոցով հակասեմիտական պիտակ կպցնելով ուզում եմ ասել ձեր հрьяաների խարդախույսները մերկացողներին կարողանաք հոշոտել ուրիշի ձեռքերով, ինչպես Հիսուս Քրիստոսին արեցին։ Այստեղ այդ բոլոր այդ մինչև հիմա այդ կետը այդ ձեռագիրը նրանք օգտագործում են։ Սա էլ պիտի ասեմ, որպեսզի հрьяաներն հասկանան, որ ինչպես ասում գողի ավազակի ծածկատմփոցը 40 օր է, ամեն ինչի վերջը բացահայտվում է, ինչպես սուտն է բացահայտվում, այնպես էլ բացահայտվում է ճշմարտությունը։ Ճշմարտությունը մանավանդ հայ ժողովրդի, հայ իրականության, հայ պատմության հարցում։ Հիմա մենք վերադառնանք մեր հայ իրականության, հին պատմության լուսաբանման անխուսափելի այսպես պայթող ճշմարտություն, պայթելու պայթյունի նման բացվող ճշմարտությունը։ Մենք տեսնում ենք ինչպես վերջերս այս ամիսների ընթացքում Փառք Աստծո եւ մեզ միացան եւ Երևանից միացան Վարդանանք հաղորդաշարի ժամանակ տղաները, որ Երևանում լուսաբանում են մեր իրականությունը անցյալ։ Եվ այստեղ վերջի հաղորդման ժամանակ անցյալ Կիրակի ես տեսագրությունը տեսա Արմեն Խանջյանի հանդիպումը Ջորջ Աբելյանի հաղորդաշարի ժամանակ անցյալ Կիրակի երեկոյան։ Ես տեսագրությունն եմ տեսել, որտեղ Արմեն Խանջյանը շատ ավելի մանրակրկիտորեն լուսաբանում է Հիկսոսների պատմությունը Եգիպտոսում։ Եվ այստեղ բոլոր կապերը տեսնում եք հայկական լեռնաշխարհի Արմեն Այվազյանի կողմից լուսաբանվող մյուս կետերը եւ այլախոս եւ հայախոս մեր հակառակորդների հայ պատմության աղավաղման զուգահեռները միևնույն ժամանակ գնում են աղավաղում եւ միևնույն ժամանակ գնում են լուսաբանում։ Հակառակորդը պետք է միշտ էլ աղավաղի, բայց մենք չպետք է հուսալքվենք ու ասենք չէ, ինչ է, մենք էլ պետք է մերն անենք։ Այդպես է, մենք էլ մերը պետք է անենք, որ հաղթենք ճշմարտության ուժով։ Հիմա ես մի տեսագրություն եմ բերի մի փոքր հիշեցնելու նաև Արմեն Խանջյանի ասած մեկնաբանությունները հայասաների մասին Հիկսոսների ներկայությունը Եգիպտոսում 1830 թվականից 1580 թվականը հիշում եք քանի ամիս առաջ Արմեն Մելիքյանի հետ երբ որ մենք խոսում ենք ես այնտեղ ասացի որ կարդացել է Սուրեն Այվազյանի հոդվածը սա շատ կարևոր է մեջ բերեմ հիշեցնեմ որ դեռ վաղուց է այդ հարցը հայտնի բայց
մարդիկ չէին մեկնաբանում, չէին համարձակվում լուսաբանել պարզ։ Սուրեն Այվազյանի հոդվածի մեջ նույնպես ասվում է, այսպիսի հոդված ունի ռուսերեն։ Գիքսոսի, кто они, այսինքն հիքսոսներն ովքեր են նրանք։ Դա լիտերատուրնա Արմենիա, գրական Հայաստան ամսագիրներ, որոնք մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը հրատարակվում էր, որից հետո ընդհատվեց այդ հրատարակչությունը, որտեղ եկան հայախոս թշնամիները, որ փակեն հայկական ճշմարտության ամեն լուսաբանման ճանապարհ։ Եվ տեսանք ամբողջ տնտեսական ավանտյուրաներով եւ ուրիշ բաներով, քաղաքական ավանտյուրաներով մեր ամբողջ ճշմարտությունը ծածկելու, խեղաթյուրելու եւ մեզ ցրելու ամբողջ աշխարհով մեր հետքերը կորցնելու համար։ Այս Սուրեն Այվազյանի հոդվածի մեջ ասում է, որ ինչպես հույն պատմական Մանիթոնը, երբ որ վկայակոչում է հիքսոսների պատմությունը, այդ հոդվածի մեջ նաև Սուրեն Այվազյանը շատ դիպուկ բերում է ինչպես հայ բառը հիքսոս է դառել։ Արմեն Ջանիբեկյանը իհարկե դրա մասին չխոսեց, ես համոզված եմ հաջորդ հաղորդումն այդ մասին կանդրադառնա։ Այդ հոդվածում այսպես է ասվում. հայ բառը, որ այն ժամանակ Մանեթոնն ասում է, որ այդ լեռնային բնակիչները իրենց անվանում էին հայ։ Դա հայտնի է, իրենք իրենց անվանում են հայ։ Հայասա բառը այստեղից է եկել, Հայասաներ։ Բայց երբ որ հայասաները, հայերը գնում են Եգիպտոս, եգիպտացիները այն ժամանակ հնչյունը չունեին։ Եվ ինքնին հայը դառնում է հակ։ Այդ հոդվածի մեկնաբանությամբ Սուրեն Այվազյանի մոտ հայը դառնում է հակ։ Իսկ երբ որ Մանեթոնը նկարագրում է հայաստանների պատմությունը, ինքնին հունական լեզվի մեջ գիտեք, ամեն հատուկ անունների վերջում օս անուններն էին, վերջացանցներն էին ավելանում։ Եվ այստեղ ավելացավ հաքսոս վերջավորություն դառավ, հաքսոս կամ հիքսոս։ Հայսոսը դառավ, եթե հայ ասենք հայսոս կասել, ապա հաքսոսը դառավ հիքսոս։ Իսկ ռուսական այդ լիտերատուրնա Արմենիայի խմբագրության մեջ, ռուսական ինֆորմացիայի մեջ, ռուսական ձեռագրերի ասենք այդ թերթերի կամ հրատարակությունների մեջ, քանի որ նրանք հ տառություն են, հ տառը դառավ գ, եւ հիքսոսը դառավ գիքսոս։ Հիմա տեսնում եք ինչպես հնչյունաբանության փոփոխությունները ինչպես են ժամանակին կատարվել, որոնք հիմա էլ կատարվում են, այլ ժողովուրդների իրենց խոսակցականության, լեզվի, տառերի որոշ տարբերությունների պատճառով այդպես հնչյունափոխություններ են կատարվել եւ ինչպես մեր աստվածների անվանումների հնչյունափոխություններն են կատարվել։ Դրա համար առանձին մեր հայապաշտպան հայազգի ճշմարտություն լուսաբանող մեր հայրենակիցները լուսաբանում են։ Ալեքսանդր Վարպետյանի մոտ դա շատ լավ լուսաբանված է, շատ մանրամասն։ Ես չխորանամ այդ հարցում։ Բայց հիմա մի հետաքրքիր հատված հիմա տեսնենք, այստեղ ամերիկյան ծրագրով Discovery-ով ցույց է տրվել, որը նույնպես վկայակոչում է մի կարևոր հանգամանք, ինչպես Չինաստանում գտել են մումիաներ, դուք տեսել եք դա։ Եվ այնտեղ ասում է, որ այդ մումիաները Caucasian-ներ են։ Հիմա դուք այդ կադրերը կտեսնեք, խնդրեմ։ Այստեղ տեսակրությունը մի քիչ վատ է սիրելի հայրենիքից, որ ես սա արել եմ տան պայմաններում, ներող կլինեք, բայց կարող է ձեզ մի փոքր հիշեցնեմ, որ ձեր միտքը անմիջապես կենտրոնանա այդ փաստի վրա եւ ես հիմա ձեզ կտամ մեկնաբանություններ։ Եվ դուք կտեսնեք ինչպես այս ֆիլմը, որ նկարահանել են, հрьяաներն են այս ֆիլմը նկարահանել։ Եվ դուք հիշում եք այն մեկնաբանողները, որոնք տղամարդիկ մուրուքով որ կան, դրանք հрьяաներ են, նրանց դեմքից է երևում։ Ուղղակի այս վկայությունների առաջ, երբ որ նրանք մեկնաբանում են այս ամեն ինչը, իհարկե չեն կարող շղթել այս անշղթելի փաստը, որ ասում են, որ սրանք Caucasian են, կովկասյան ծագում ունեն։ Նրանք այս եկվորներին, որ ասում են, որտեղից են սրանք եկել, մազերի գույնից ամեն ինչից ելնելով, ասում են, սրանք կովկասյան մազեր են։ Այնտեղ մի կտոր էին գտել, որ կովկասյան գործվածք է։ Տեսեք, մի խորամանկություն են կատարում, տեսեք, նրանք խոսում են ճշմարտության մասին, բայց ինչ խորամանկորեն փորձում են կովկասյան Արմենիա բառը շրջանցել բոլոր տեղերում։ Հիմա տեսեք ինչպես են շրջանցում նրանք այդ բանը։ Ես անգլերեն լավ չեմ հասկանում, բայց ում մոտ որ տա նրանք թարգմանեցին, ես լսեցի նրանց բացատրությունը եւ հասկացա, որ խորամանկություն է կատարվում։ Ուրեմն ասում են, որ Caucasian են, այո, քարտեզի վրա ցույց են տալիս մետաքսի ճանապարհի այն հավանական միջոցը, որ այդ ժողովուրդը եկել է Չինաստան ժամանակին։ Եվ նրանք դա թվագրում են 3-4 հազար տարվա, մաքսիմում 5 հազար, բայց նրանք լավ իմացեք, դրանք շատ ավելի հին են։ Բայց հрья մեկնաբաններին ձեռնտու չի ավելի հին թիվ նշանել,
հին թվերի մասին խոսալ ինչու համար, որովհետև քանի որ նրանց պատմությունը Եգիպտոսի պատմության հիման վրա է հիմնված, որը ինքնին եւ կեղծիք ինչպես Արմեն Խանջյանը բացահայտեց հիքսոսների հեռացումը Եգիպտոսից, հрьяաները վերագրել են հրեական պատմության, որը մի կեղծիք է, որը պայթում է, հոդս է ցնդում այդ կեղծիքը։ Ուրեմն այդ հрьяաների մեկնաբանությամբ ուրեմն այդ կովկասները որ քարտեզը ցույց են տալի սլակներով, եթե դուք հիշեք Կովկասյան լեռնաշխարհը այս սլակները շրջանցում են, գնում է Ուկրաինայով, Եվրոպայով։ Այստեղ տկա խորամանկ միտում, նորից այս Սև ծով եւ Կասպից ծովի շրջանը երևում է, բայց սլակները հայկական լեռնաշխարհով չեն անցնում, ավելի հարավ են անցնում, շատ ավելի հարավից եւ հյուսիսից։ Իսկ կոնկրետ Կովկասը, Անդրկովկասը ամբողջովին շրջանցում են։ Այստեղ կա խորամանկություն, որպեսզի այս շրջանը ամերիկյան դիտողները, ովքեր չգիտեն, ուշադրություն չդարձնել այդ Կովկասի վրա։ Հասկացաք միտքը ինչ եմ ասում։ Ճշմարտության մասին կարելի է խոսել, բայց հрьяաները կմատուցեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու, որտեղ նրանք այդպիսի կետել ունեն, որ պատմության ժողովուրդների պատմությունները մենք կձևավորենք այնպես, ինչպես մեզ է ձեռնտու, նրանք այդպիսի կետ ունեն իրենց շահերի համար։ Եվ այստեղից էլ ահա եւ տեսնում ենք պատճառներ այդ խորամանկությունների։ Եվ մի խորամանկություն եւս։ Ուրեմն այնտեղ էլ Ձիուգանգ են հայտնաբերել Չինաստանում, որը թվագրվում է 4-ից 5000 տարվա։ 4-5000 տարի առաջ Եգիպտոսում եւ Արմեն Խանջյանը բացատրեց, չէ՞ ինչպես հայացները, հիքսոսները, ձիերն ու մարտակառքերը Եգիպտոս մտցրեցին պատերազմի ժամանակ։ Ահա որտեղից է մարտակառք եւ ձիերի կիրառումը պատերազմի ժամանակ առաջի անգամ կիրառվել, որի մասին լռում են գիտնականները, որի մասին լռում են հայախոս պատմություն հայախոս մեր թշնամիները եւ հրեա պատմություն կեղծող մեկնաբանողները, քանի որ նրանց պատմությունը ընդամենը 4000-5000 տարվա վրա է հիմնված, նրանց ձեռնտու չի ավելի հին թվերի մասին խոսալ, հասկանում եք, որտեղ այդ դեպքում նրանց կհարցնեն, բա դուք այդ ժամանակ ուր էիք։ Նրանք ամեն դեպքում բոլոր հին հայտնագործությունները բերում կանգնեցնում են 4-ից 5000 տարվա վրա մաքսիմում, որտեղ ավելի հինը գնալ նրանց ձեռնտու չէ։ Նրանք չկային, որտեղ այն ժամանակ էլ չկային։ Հասկացաք միտքս ինչ եմ ասում։ Եվ միևնույն ժամանակ, տեսեք, Caucasian բառը նրանք կիրառում են, որ սրանք Caucasian են կոչվում, այդ եկողները Չինաստան ժամանակին որ եկել են, ու ասում են յուրահատուկ մումիայի զմրցելու ձև են ունեցել, տարբերվել է Եգիպտոսում փարավոններին մումիայի անելու ձևից տեխնոլոգիայից տարբերվել է, ուրեմն տեսեք ինչպես ավելի գիտություն են ունեցել նրանք։ Մինչև Եգիպտոս գնալը նույնիսկ այդ բանը եղել է։ Սրա մասին խորամանկում են ինչպես։ Caucasian բառը ասում են, բայց Կովկասը ցույց չեն տալիս։ Եթե Կովկաս բառը, Caucasian բառը ասում եք, ինչու Կովկասի հայկական լեռնաշխարհի մասին չեք խոսում, որ դեռ այն ժամանակ էլ հայկական լեռնաշխարհ կար։ Հայաստան կար, որի մասին հին պատմաբաններն են խոսում, Մանեթոնը եւ ինչպես եւ Արմեն Խանջյանը հիշեցրեց Քրիստոֆերի ազգանունը, եթե ճիշտ եմ հիշում, այդ հրեա պատմաբանի անունը Քրիստոֆեր էր, թե չեմ հիշում ինչպես է անունը, դուք ներողություն կլինեք, ես անունը չեմ հիշում, կարող է դա չէ, կարող է դուք արդեն լսել եք ամեն ինչը։ Եվ միևնույն ժամանակ այս վերջին ժամանակներում, առավել եւս այս վերջին ժամանակներում ավելի ակտիվ թեղաթուրման են անցել մեր պատմությանը։ Բոլոր միջոցներով փորձում են մեզ թափառական ցույց տալ, եկվորներ ցույց տալ, մանավանդ մեր հայախոս սփյուռքահայ պատմաբանների միջոցով։ Ինչպես քննադատության արժանացավ եւ Ռիչարդ Հովհաննիսյանը, քննադատության առաջացավ Ռոնալդ Սյունին, Արմեն Այվազյանի գրքում Ռոնալդ Սյունի աղավաղումներն են բացահայտվում, ինչպես նա շրջանցում է այդ փաստերը։ Դուք կարդացեք սկզբի էջերը Արմեն Այվազյանի գրքի հայ ժողովրդի պատմության լուսաբանումը սփյուռքահայական օտար պատմիչների կողմից, եւ այնտեղ կտեսնեք այդ խեղաթյուրումներն ու շրջանցումները։ Սա խոսում է այն մասին, որ նրանք, ովքեր այսօր Հայաստանը դատարկում են, ուզում են դատարկել եւ ֆիզիկապես, եւ պատմականորեն խեղաթյուրել մեր ամբողջ պատմությունը, որ իրենք տիրանան եւ այդ պատմությանը, եւ հայկական լեռնաշխարհին։ Եվ այն սուրբ լեռնաշխարհը, սուրբ երկիրը, որ հին գրքերում, հին պատմիչները, որ նկարագրում ասում են, այս սուրբ երկիրը եւ Արմեն Խանջյանն ասաց, չէ, սուրբ երկիրը որտեղ է, որ հարցեց Ջորջ Աբելյանը, եւ ասաց սուրբ երկիրը հայկական լեռնաշխարհն է, Հայաստանն է, Արարատյան դաշտավայրը։ Հիմա ձեզ մեջ բերեմ Հիսուս Քրիստոսի այն ամենակարևոր խոսքը,
Շատ տեղին է դա հիշել, շատ տեղին այսօրվա լրիվ այժմյան այսօրվա վիճակը նկարագրող խոսք է։ Հիշում եք միտեղ Հիսուս Քրիստոսն ասում է այն փորձության օրերը, որ այս կլինի պատերազմներ, դա դեռ աշխարհի վերջը չէ։ Դա դեռ սկիզբն է։ Վերջը ասում է կլինի այն ժամանակ ուշադիր լսեք խոսքերը։ Եվ բացեք ձեր ականջները։ Այնտեղ երբ որ կկատարվի այն, այսինքն ինչ որ չի պիտի կատարվի, այսինքն ավերումին սրբապղծությունը այնտեղ, որտեղ դա չի պիտի կատարվի։ Իսկ այդ չի պիտի կատարվին ինչ եք մտածում, որտեղ է ուրեմն։ Եվ որ մենք արդեն տեսնում ենք այն աստծարը որտեղ է, Սուրբ հողը որտեղ է, արշագործության սկիզբը որտեղ է եղել։ Հիմա դուք ինքներդ պատասխան կտաք։ Դա Հայաստանն է։ Այնտեղ որ դա չի պիտի կատարվի այդ ավերումը, որ հիմա փորձում են անել մեր հայախոս թշնամիներն ու հրեաները, մեր թշնամիները եւ պատմականորեն եւ տնտեսական ավանցյուրաներով։ Տեսնում եք ինչպես ժամանակը թելադրում է ամեն ինչը, նշանները, որ Քրիստոսը տվեց։ Ասեց ես այս նշանները կասեմ, դուք նշաններով հասկացեք։ Եվ հիմա այս նշանները հասկացեք, որ ես ձեզ ասում եմ։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Սա ձեզ չի ասի ոչ մի ուրիշ պատմաբան, մի ուրիշ պրոֆեսոր ակադեմիկոս, որոնք շատ պրոֆեսոր ակադեմիկոսներ աղավաղելով են զբաղված, որոնք եւ շատերը կաշառված են, որոնք գործակալներ են։ Սա միայն կասի հոգով հայ մարդը։ Հոգով հայ ասել մեր ազգասերները ձեզ դա կասեն, ովքեր հոգով հայ են, ոչ թե անուն ազգաններով են հայ։ Դրա համար դուք անուն ազգաններին մի խաբվեք։ Դուք տեսեք ձեր դիմաց նստած հայերն անուն ազգանով խոսացող մարդիկ, որքանով հոգու ձայնով են խոսում ձեզ հետ։ Որքանով դրանց հոգու կանչն է խոսում ձեզ հետ։ Ներեցեք, դուք այդպես կճանաչեք ձեր հայրենակիցներին։ Նրանց ովքեր անում են ամեն հնարավորը, որ մենք չհուսալքվենք, մի հուսալքվեք հայեր։ Դուք այստեղ շատ դժվարության մեջ եք, այո, շատ դժվարության մեջ։ Եվ այս դժվարությունները արհեստական ստեղծվել են ինչու համար։ Որպեսզի, գիտեք ինչ է, դա հոգեբանական հարձակում է, հոգեբանական ավանցյուր է, որտեղ մեր հակառակորդը գիտի, որ տնտեսական դժվարության մեջ սոված մարդը, երեխա ունեցող ընտանիքի հոգսով զբաղվող մարդը այլևս ուշադրություն չի դարձնի պատմական փաստերին, կուլտուրային, մշակույթին, ուրիշ կարևոր բաներին, նա զբաղված կլինի այսօրվա հանապած հրացը ճարելով, չարչարվելով, վազելով, որ մեզ այսօր այդ վիճակի մեջ դրել են։ Սա է պատճառը։ Մեզ որ շեղեն մեր ուշադրությունը մեր այս պատմության կար, որ դուք ասեք Տիգրան, ինչ ես խոսում, այսօր մենք երեխա ենք պահում, այս ենք անում, անենք, այդպես չի կարելի մտածել, սիրելի հայրենակիցներ, ողջամիտ եղեք։ Դա մեր թշնամիների զենքն է, մենք նրանց ջրաղացին ջուր ենք լցնում, լավ իմացեք դա։ Ընդհակառակը փորձությունները մեզ ավելի պիտի արթնացնեն։ Փորձությունները ինչպես հիմա տեսնում եք մեր հայ ազգի հայ իրականություն ճշմարտություն լուսաբանողն ինչպես լույսի նման բացվել են եւ լուսաբանում են ամեն ինչը, սա այդ նշանն է, որ պետք է մենք այդպես վարվենք։ Մենք նրանց մեջքին պիտի կանգնենք։ Դուք պետք է իմ մեջքին կանգնեք, Արմեն Այվազյանի մեջքին կանգնեք։ Եվ մյուս մեն ազգասերներին, որոնք այս ամեն ինչը բացահայտում են, որպեսզի մենք հաճախ հանդիպենք, խոսենք իրար հետ, սիրելի հայրենակիցներ։ Հավանավորություն արեք ինձ, օգնեք ինձ, թեկուզ փոքր ամենքը խանութի բիզնես ունեցողներ, գործարար մարդիկ։ Ես շատ կարևոր լավ բաներ ունեմ ձեզ ասելու, առողջարարական, հոգեբանական, շատ կարևոր խորհուրդներ, որ մենք նստենք, խոսենք։ Ես ձեզ ուղղություն տամ, այն ինչ որ ես գիտեմ իմ փորձությունից, ձեզ փոխանցելու, որ դուք քիչ գնաք ավանտյուրիստ բժիշկների մոտ, քիչ գնաք խաբեբաբժիշկների մոտ։ Ես բոլորին չեմ ընդհանրացնում, կան եւ տաղանդավոր լավ բժիշկներ, բայց դուք առանց իմացելու շատ լավ գիտեք, մեդիկերներով ոնց են մարդկանց կթում։ Ուստի բաներ կան, որ եթե դուք լսեք ինձ ու օգտվեք, դուք շատ ավելնոր դեղերի օգտագործումից կխուսափեք։ Ինչքան ժամանակ է մնում, 10 կես է։ Շատ լավ, ես ահագին ոգևորվեցի սիրելի հայրենակիցներ, դա շատ կարևոր է, որտեղ ես տեսնելով մեր հայրենակիցների այդ լուսաբանումները որոշեցի այսօր էլ անպայման ձեր հետ կապնվել։ Այդ ամբողջ կապը ցույց տալ ձեզ նորից ոգեշնչել ձեզ։ Հիշեք նաև Ստեփան Քիրիմիջյանի հաղորդումները, որ ինչպես նա ոգևորված, ոգեշնչված ձեզ էլ է տրամադրում Հայաստանը, Երևանը, որ ողջամիտ եղեք, օրենքներն իմացեք, հանդիպեք, պաշտպանեք, կարող ասեք ձեզ պաշտպան, ձեր իրավունքները պաշտպանեք, ոտքի ելեք։ Մի խղճացեք տնտեսական ճնշման տակ, մի խղճացեք։ Ինչպես դուք ժամանակ եք գտնում
վազելու, այստեղ աշխատելու, այնտեղ աշխատելու, այս ճարելու, այն ճարելու։ Մի փոքր ժամանակ ստեղծեք, հասկանալով, գիտակցելով, հանդիպելու, միասնական լինելու, հաղորդումները դիտելու։ Մի փոքր նյութական միջոցներ հատկացրեք, շատ փոքր, մենք շատ ենք։ Ես եթե մեզանից մեկն յուրաքանչյուրը մի փոքր օգնություն հատկացնի, ենթադրենք տվյալ գրքի հրատարակման համար, տվյալ հաղորդումը կազմակերպելու, այդպես ինձ համար եմ ձեզ ոչ թե խնդրում, այլ հասկանալով կոչ եմ անում, որտեղ դուք չեք զղջա, երբ որ դուք օգնեք ինձ, այսպես պարբերաբար ամեն շաբաթ, գոնե առաջի մի 10 հաղորդում ինձ կարողանաք հովանավորել, որ դուք տեսնեք ինչքան կարևոր բան կա ձեզ ասելու, ձեզ փոխանցելու, եւ ձեր աչքերը կբացվեն, սիրելի հայրենակիցներ, կբացվեն եւ Քրիստոսի պատվիրանի առաջ, ինչպիսի խեղաթյուրումներ կան, ես ձեզ կասեմ որտեղ է խեղաթյուրված, նրա խոսքերը որտեղ են փոխված, եւ կասեմ ինչ խոսքեր են նա ասել իրականում, ձեր աչքերը կբացվեն, դուք յուրովի կնայեք կտակարանին, յուրովի կնայեք Աստվածաշնչին, որից ոչ մի Աստվածաշունչ չի մնացել, ամեն ինչ կեղծված է։ Կա պատմական ճշմարտություն, այո, Հիկսոսների պատմությունը, որը աղավաղվել հրեականացվել է ամբողջովին, եւ ինչպես Մովսեսի բերանով խեղաթյուրված է այդ պատմությունը, իբրև որ Հարավի, հիշեցնեմ Խանջանի այն մեկնաբանությունը, երբ որ Հարավի փարավոնը հարստություն ոսկի առաջարկեց Հիկսոսների թագավորին, որ վերցեք այս հարստություն եւ հեռացեք, բայց պատերազմեցին, հետո հեռացան պարտվելուց հետո։ Տեսեք, այդ ոսկու հարստացման առաջարկությունը կաշառքը, որպես կաշառք առաջարկեցին իհարկե, բայց պատերազմ եղավ, հետո հեռացան։ Տեսեք, այդ ոսկին, որ Մովսեսին իբր թե Եհովան ասեց, պարտ քարեք այդ եգիպտացիներից ոսկի արծաթ, հետո հեռացեք, այսինքն փախեք։ Հիմա Եհովան, այդ ինչ Եհովա է, որ դեպի իրական փաստերը պատմական, ինչպես խեղաթյուրել են Եհովայի բերանն են դրել։ Մովսեսի ասելով, տենում եք սուտը որտեղ է։ Եհովան այսպեսի բան չի ասել, Եհովա չի եղել։ Եղել են Հիկսոսների իշխանության ներկայություն, եւ Եգիպտոսում ոչ թե ավիրել են, այլ քաղաքներ են կառուցել, ալֆաբետն են ստեղծել, կուլտուրա են կառուցել։ Սա ուրիշ բան է, որ մի ժողովուրդ իշխել է մյուսին, Արտակ Մովսիսյանը շատ լավ ասում է, բացառիկ երևույթ է, երբ որ մի ժողովուրդ իշխում է մյուսին եւ նպաստում է նրա կուլտուրայի զարգացմանն ու բարգավաճմանը։ Հայի հոգին, հայ ժողովրդի հոգին յուրահատուկ է աշխարհում։ Դա մենք պետք է շատ լավ հասկանանք։ Դրա համար մեր հոգին չի հանդուրժում մի չնչին անարդարություն թեկուր մեր մեջ, մեր փոխհարաբերության մեջ։ Մենք անմիջապես ընդվզում ենք, դա անկախ մեզանից է լինում, որտեղ մեր հոգին չի հանդուրժում ոչինչ, այդպիսի մի մանր բան։ Բայց եկեք մեր գիտակցությունը չկորցնենք։ Լինենք ողջամիտ այս դժվարությունների մեջ, ելի հայրենակիցների, ողջամիտ լինենք։ Եվ տեսնենք մի հետաքրքիր հետևյալ հատվածը, Եհովայի վկաների խաբեության մոմենտը, որ դրա մասին մի երկու խոսք անդրադառնամ, ու անցնենք հեռախոսազանգերի։ Խնդրեմ։ Գանում էի ամուսնանալ, երեխաներ ունենալ, բայց քանի որ վերջը մոտ էր, ես եւ Ֆրեդը որոշեցինք երեխա չունենալ։ Ինձ թվում է, որ մենք շատ բան ենք զոհաբերել հանուն կազմակերպության։ Երբ աշխարհի վերջը չեկավ 1975 թվականին եւ դիտարանի այդ մարգարեությունը տապալվեց, իմ մեջ միտք առաջացավ, որ եթե նրանք սխալվեցին այս հարցում, ապա որքան այլ սխալներ արած կլինեն։ Եվ նորից դիտարանի գիտությունը ոչ այլ ինչ էր, քան ֆանտազիա։ Եհովայի վկաները փորձեցին մի կերպ բացատրություն տալ, բայց դա նրանց չհաջողվեց։ Ըստ երևույթին դիտարանի ղեկավարող Մարմինը այլ բան չէր կարողանել, քան ընդունել ճշմարտությունը։ Բայց այսօր նրանք համառորեն ուրանում են իրենց մարգարեությունները։ Մենք երբեք նման գուշակություններ չենք արել։ Դիտարանի հայտնությունները իրենցից ներկայացնում են ճշմարտության աղավաղում, իսկ դրանում կարելի է համոզվել կարդալով այն նյութերը, որ իրենք հրատարակում էին սկզբում։ Նրանց ոխերիմ թշնամին իրենց սեփական գրականությունն է, որը պարզ բացահայտում է իրենց աստվածաբանության մարդկային աղբյուրը։ Եհովայի վկաների ղեկավարությունը անընդհատ թաքցնում եւ նորոգում էր իրենց անվերջ փոփոխվող ուսմունքները, ամեն անգամ անվանելով նրանց նոր լույս։ Դիտարան միությունը քննադատություն չի ընդունում։ Դրա համար էլ նրանք թույլ չեն տալիս իրենց հետևորդներին կարդալ որևէ նյութ, որը կարող է հեղինակազրկել ուսմունքը։ Երբ ես ճշմարտությունը իմացա, պարզապես ցնցված էի։ Ամեն մի Եհովայի վկա
կհաստատի այս բանը, մենք այնքան էինք համոզված, որ կազմակերպության ղեկավարությունը մեզ երբեք չի ստի, որ անվերապահորեն վստահում էինք նրանց, բայց նրանք ստում էին եւ խաբում էին մեզ, անընդհատ հանգստացնելով կամ ստիպելով մեզ լռել, երբ հանդիմանում էինք, եւ մենք փաստեր ունենք, եւ ամեն Եհովայի վկա, որ դիտում է այս հաղորդումը հոգու խորքում, գիտե այս մասին։ Խորհրդում մենք ժամանակի մեծ մասը հատկացնում էինք նոր ցուցմունքների եւ կանոնների քննարկմանը, որոնց նպատակը Եհովայի վկաներին հնազանդության մեջ պահելն ու ազատ մտածելակերպից զրկելն էր։ Այդ որոշումները կրկին ու կրկին չէին հիմնվում Աստվածաշնչի վրա։ Վկան, որը խախտում է ադմինիստրատիվ օրենքներն ու պատվիրանները, վտարվում էր կազմակերպությունից։ Եհովայի վկաները իրենց միջավայրից հեռացնում են նրանց, ովքեր հրաժարվում են հետևել ճիշտ սկզբունքներին։ Աստվածաշունչը հավանություն է տալիս դրան։ Թթխմորը, այսինքն սխալ մտածելակերպը կամ ուսմունքը չպետք է մտնի ծխի մեջ եւ այդպիսով մենք պահպանում ենք նրա մաքրությունը։ Ես ամուսնուս հետ գնացի քրիստոնեական եկեղեցի, որի պատճառով նրանք ինձ վտարեցին։ Նրանք հավատում են, որ դուրս գալով կազմակերպությունից մարդ ընկնում է սատանայի ձեռքը։ Իսկ եթե դուք եկել եք եկեղեցի, ապա դա աններելի մեղք է։ Նրանք հավատում են, որ դա նշանակում է հոգևոր պղծություն սատանայի հետ։ Ես աշխատում էի դիտարանի Բրուքլինյան շտաբ բնակարանում, որտեղ ամփոփում էին նահանգների տարբեր համայնքներից ստացվող տեղեկագրերը վկաների վտարման մասին։ Շաբաթվա մեջ նրանց թիվը հարյուրների էր հասնում։ Բնականաբար բոլոր գործերը եւ ձևակերպումները վտարման պատճառների վերաբերյալ պարտադիր գրանցվում էին։ Պատճառները հիմնականում սեռական կապերն էին, բայց կային նաեւ ծխելու կամ որևէ տոն նշելու համար վտարումներ։ Եթե մեկը կանգնում է ուրացության ճանապարհին, մենք համաձայն Սուրբ գրքի երբեք չենք հրավիրում նրան մեր տուն եւ նույնիսկ բարև չենք տալիս։ Եթե մարդը կամավոր է հեռանում, ապա նրան վերաբերվում են որպես դավաճանի։ Երբ ես եւ ամուսինս դուրս եկանք մեր դիմումի համաձայն, մեզ ոչ միայն հեռացրին անդամության ցուցակներից, այլ համարեցին չարին հանձնված։ Այսօր, եթե Եհովայի վկային նկատեն մեզ հետ շփվելիս, ապա նրան էլ վտարում կսպառնա։ Այս կրոնից չի կարելի ազատվել արժանապատեհ ձևով։ Երբ ընտանեկան պատճառներով ես դուրս եկա դիտարան միությունից, չէի կարող պատկերացնել, որ իմ երեխաները կհրաժարվեն ինձնից։ Այժմ փոքրիկ 2 տարեկան թոռ ունեմ, բայց ես նրան նույնիսկ չեմ տեսել։ Իմ 2 երեխաներին եւ 5 թոռներին դիտարանը արգելել է հարաբերվել ինձ հետ։ Որ քրիստոնեական կազմակերպությունը կարգել էր երեխաներին եւ թոռներին տեսնվել իրենց մոր եւ տատիկի հետ։ Յուրաքանչյուր մարդ, ով գիտե այս փաստերը, համարում է դրանց սառը, անգութ եւ չար աղբյուրից։ Վտարվածների կյանքը լի է մենությունով, ընտանիքից բաժանման ծանր վշտով։ Շատ դժվար է նման դեպքերում հավատալ եւ վստահել նման կազմակերպությանը։ Քանի որ ես հավատում եի, որ դեպի Աստված տանող միակ ճանապարհը դա է, ես իրավունք չունեի գնալ ոչ մի ուրիշ եկեղեցի կամ այլ կերպ ծառայել Աստծուն։ Սովորաբար Եհովայի վկաներին սովորեցնում են, որ թողնելով կազմակերպությունը մարդ այլևս գնալու տեղ չի ունենա, բայց ես եւ կինս կարդացինք Սուրբ Գիրքը եւ եկանք Քրիստոսի մոտ։ Երբ ես կարդացի գրականություն, որը քողազերծում էր իրենց ցույց մարգարեությունները եւ խաբեությունները, այն ժամանակ ես կարողացա գիտակցել, որ Աստծո կարիքն ունեմ։ Ես սկսեցի փնտրել եւ գտա Հիսուս Քրիստոսին։ Նա իմ փրկիչը եւ նա 100% փոխեց իմ ամբողջ կյանքը։ Երբ մենք աղոթեցինք եւ մեր սիրտը տվեցինք Հիսուսին, թվում էր, թե դա հասարակ որոշում էր, բայց դա մեր ամբողջ կյանքի իմաստն է դարձել։ Մեզ հենց այդ էր պակասում ողջ կյանքում։ Մեր գտածը ոչ թե կազմակերպություն էր, այլ Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերություններ, որոնցով եւ երջանիկ ենք։ Երբ մենք իմացանք, որ
մեր անունները կգրվեն գառնուկի կյանքի գրքում, եւ որ հավիտենական կյանքը դա ձերի պարգև է, բոլոր գործերը, որ մենք արել ենք, այն հազարավոր ժամերը, որ մենք տվել էինք կազմակերպությանը, վերջացավ։ Աղոթքով խոնարհվելու մեր մեկ հասարակ քայլը Տիրոջ առջև լցրեցին մեզ խաղաղությամբ եւ այնպիսի երջանկությամբ, որը մենք երբեք չէինք ունեցել լինելով վկաներ, եւ դա մեծ պարգև էր։ Մենք Մարջորի հետ շատ տարիներ ենք նվիրել դիտարան կազմակերպությանը, բայց մենք լքելուց հետո հասկացանք Աստծո սիրո իսկական իմաստը։ Մեր փորձը վկայում է, որ մեզ քրիստոնյաներիս համար կա եւս մեկ ծառայություն՝ ծառայել դուռը թակող վկաներին։ Եհովայի վկան, որը եկել է ձեր տուն, մոլորված մարդ է։ Եթե դուք պատրաստ լինեք, կարող եք ձեռք մեկնել իրեն եւ ցույց տալ, թե որն է ճշմարիտ քրիստոնեությունը։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, բայց չենք համարում այն ապարդյուն։ Մեր կյանքի մնացորդը մեզ համար ավելի թանկ է նրանով, որ հիմա մենք ունենք անձնական հաղորդակցություն Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք վերջապես հասկացանք, որ հավիտենական կյանքը դա ձերի պարգևն է գթառատ Աստծո։ Սիրելի հայրենակիցներ, դուք տեսաք, այս կադրերը ես վաղուց արդեն ծանոթ էին, դուք բազմից դա տեսել եք, բայց ես ինչու համար եմ դա նորից ցանկացա ցույց տալ, որ հիշեցնեմ ձեզ, Եհովայի վկաներ դարձած իմ հայրենակիցներ, ինչպես դուք կարող եք հանդուրժել այն հանգամանքը, այն փաստը, ինչպես դուք տրվում եք այն խաբեությանը, թե տնական օրեր չեք նշում, ձեզ չեն թողնում ծնունդներ նշել, ձեր տնական օրերին հանդիպել ձեր բարեկամների հետ, դուք չեք զգում այդ խորամանկ միջոցով ձեր մեջ խռովություն են սերմանում։ Ձեզ մեջ թշնամանք ենք, դա ձև է, պարակտում գցել ընտանիքների մեջ, ընտանիքների միջոցով քայքայումով, ազգի քայքայում է առաջանում։ Ինչպես դուք հանդուրժում եք եւ այդպես միամտաբար, առանց երկար բարակ մտածելու, ընդունում եք ծնունդներ չնշել, այս տոնը չնշել, այն տոնը չնշել, չէ՞ որ դրանք միջոց է, որ մարդիկ էլի հանդիպում իրար ուրախացնում են։ Եվ հարազատները երեխան ասենք մյուս հարազատին, ով որ Եհովայի վկա չի, չի գնում նրա ծնունդը, չի նշում, տոներին չի մասնակցում, դուք չեք զգում, որ դուք խռովություն եք ձեր մեջ սերմանում այդպես։ Ձեր մեջ թշնամություն են սերմանում, սիրելի հայրենակիցներ, մի խաբվեք այդ ամեն ինչին։ Ձեզ հաճելի այդ խռովությունը։ Միթե Աստված դա է ուզում, ոչ։ Դա սուտ է նրանց կողմից հորինված, թե ծնունդներ հարկավոր չի, այն հարկավոր չի, տոնական օրեր մի նշեք, դա սուտ է, կեղծիք է, դա խորամանկ պատրվակ է, խորամանկ միջոց է ձեր ընտանիքներում, ձեր բարեկամների մեջ, ձեր հայրենակիցների միջև փոխհարաբերությունները փչացնելու համար։ Լավ հասկացեք դա։ Սա խորամանկություն է, խաբեություն է։ Մի դրանք որ իրենք կազմակերպության անունից են խոսում, այդպես հզոր անունից են խոսում, մարդիկ շատ են, Եհովաները, վկաները շատ են, դուք հրապուրված եք նրանց այդ գրավիչ քարոզություններով։ Քրիստոսի խոսքը վերջապես նորից հիշեք, որ գեղեցիկ գովաբանություններով ձեզ կխաբեն, եւ որ խաբեբաները նույնպես բարեգործություններ են կատարում։ Բարեգործություն թող անեն, բայց բարեգործությունը ձեզ գրավում են, ձեր վստահությունն են գրավում իրանց շուրջը։ Ձեզ հրեականացնում են, լավ իմացեք, ձեզ հուդայականացնում են դրանով։ Քրիստոնեության անունից խոսալով խաչից հեռու են փախչում։ Նարեկացու աղոթագրքի մեջ կա, եթե դուք կարդացել եք, ինչպես խաչին անդրադառնում են նարեկացին, եւ գիտությամբ է անդրադառնում, որ ասում է, ինչպես հակառակ տարերով դու ստեղծեցիր մարդը, կրակի ու ջրի, օդի եւ հողի տարերով, աղոթագիրքը որ բացակ կարդաք, կտեսնեք այդ պահը, ինչպես նա այդ պահին անդրադառնում, ես մի փոքր հիշեցնեմ այդ մոմենտը, որովհետեւ դուք հասկանաք։ Ուրեմն տեսեք ինչ է ասում. քո սքանչելիցի զորությանը ահավոր փառքի համար հակառակ տարերով բաղդադացիր մարդու կազմությունը, հակառակ տարերով բաղդադացիր մարդու կազմությունը։ Այդ տարերի մի ծանր եւ մյուսը թեթև, մյուսը զով, մյուսը հրային, այսինքն ջուր եւ կրակ, ուշադրություն դարձրեք։ Նարեկացին պատական չի ասում այս խոսքերը։ Եվ խաչը ինքը այդ կրակի ու ջրի, օդի եւ հողերի ուժերի միաբանությունն է, որից փախչում են հрьяաները, որից փախչում է սատանան, որից փախչում են աղանդավորները։ Եվ դրա համար Եհովայի վկաները ձեզ խաչից հեռացնում են, այս զորության պատճառով զորություն է։ Եվ դուք միամտաբար խաչից հեռանում եք, մի խաբվեք, ուշքի եք, բացեք ձեր աչքերը, հիմա ինչ որ նարեկացին է ասում։ Քո խաչի նշանի տակ, քո կենարար լույսով դու մեզ հովանավորիր, փրկիր, ազատիր, ուրիշ աղոթքներ կա։
Նա շատ զորավոր մարդ է եղել, դրա համար հայտնի է, թող այսա քարոզեն մեր քարոզիչները։ Վաչե Հովսեփյանը, մյուսը, ուր են նստել, ինչ են նստել իրանց բներում շենքի մեջ պահկվել են, ուր են մեր աղաների դեմ պայքարողները, հոգևոր հայրերը։ Նրանք նրա ծառաներն են, լավ իմացեք։ Վաչե Հովսեփյանից բռնած այն մյուսև շորեր հակասները բոլորը մասոններ են, աղանդավորների ծառայողներ, հովանավոր Հյովայի վկայի տակ ծափի տակ պարողներ։ Ես էլ ազգանով չգիտեմ ուրիշներ ում ասեմ, բայց մեծ մասը, ովքեր այդպես լռության են մատնել այդ աղանդավորների գործունեության արհավիրքը, ովքեր լռում են, ուրեմն նրանց հետ են, լավ իմացեք։ Ինչպես Քրիստոսն է ասում, ով ինձ հետ չէ, իմ դեմ է, ուրեմն իմացեք, ովքեր աղանդների դեմ չեն, ուրեմն նրանց հետ են։ Ես էլ այսպես կասեմ։ Սրա դեմ ուրիշ բացատրություն չկա։ Կներեք, որպես ոգևորված եմ բավական ասում խոսում, որտեղ իրոք ժամանակը տագնապալի է, ամեն մի օրը, ամեն մի շաբաթ ամիսը, որ դուք այդպես հանձնվում եք այդ տնտեսական դժվարությունների տակ եւ չեք արթնանում, չեք միաբան լինում, իրար մեջ չեք կանգնում, իմացեք, որ դուք կորցնում եք ժամանակը, կորցնում եք հնարավորությունը վերականգնվելու։ Արթնացեք, ինչպես ասունցի Դավիթն է ասում, ով քնած է արթուն կենա, ով արթունը ելնի հեծնի, եւ Քրիստոսի խոսքերը վայ նրանով այդ ժամանակ քնած կլինի այդ փորձության օրերին, որովհետեւ ի նկատի ունի, որ այդ օրերին աղանդավորների ոտքերի տակ կընկնեք։ Եվ այստեղ տեսնում եք ինչքան մարդիկ աղանդավորների ոտքի տակ են ընկած, քնած մարդիկ, շշմած մարդիկ, ովքեր մտքով հոգով քնած են, թմրած են։ Եվ չեն լսում ճշմարտության խոսքը, այլ նրանք են, որ ոտքի տակ են ընկնում եւ նրանց Հիսուսը նկատում է, որ վայ նրանով քնած կլինի այդ ժամանակ։ Այդ ժամանակը հիմա է, սիրելի հայրենակիցներ։ Արթնացեք Եհովայի վկաների ժողովաների այցելողներ, մի գնացեք այդ ժողովարանները։ Դուք ձեր մեջ այդ հանդիպող մարդկանց հետ ձեր կապերը պաշտպանեք, ում հետ արդեն բարեկամացել եք, էլի ընկերացել եք այդ պատրվակով, բայց դադարեք Եհովայի անունից խոսալ, դադարեք այդ 5 կտակարանը քարոզել։ Դա ձեր հոգին արատավորում, պղտորում է, փչացնում է ձեր փոխհարաբերությունները, լավ հասկացեք։ Այստեղ Հիսուս Քրիստոսի խոսքը ձեզ հիշացնեմ ու անցնենք 40,000 զանգերի էլի ժամանակը ներողություն, որ ասում է այդ օրերին ժողովուրդի դեմ կելնի, ոչ, ժողովուրդի դեմ կհանեն, եւ այդ հանողները հիմա անում են այդ աշխատանքը, այդ նախապատրաստական աշխատանքներն են կատարում Եհովայի վկաները, մյուս ավանտյուրիստները, խաչով քրիստոնյա առանց խաչի քրիստոնյա սարքելով, որ իրար դեմ հանեն հետո, հորը որդու դեմ, մորը որդու դեմ, ինդրա որդու դեմ, դրանք այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքներն են։ Հիսուսի Քրիստոսի խոսքերը փոխել են, ոչ թե իրար դեմ կելնեն հենց այնպես, այլ իրար դեմ կհանեն։ Հիմա ասենք հեռախոսված զանգերի սիրելի հայրենակիցներ։ Այո, բարև ձեզ, խնդրեմ։ Բարև ձեզ։ Պարոն Տիգրան, ես չհասկացա։ Խնդրեմ արագ։ Դուք ինչ միտք եք հետապնդում։ Դուք լսեցիք իմ ամբողջ մտքերը, կներեք, ես դուք լսեցիք ամբողջ Հիսուսի խոսքը, իմ միտքը սա է, արթնացեք, մի քնեք, մի շշմեք։ Բարև ձեզ, սիրելի հայրեն, այո։ Լսում եմ։ Ինչպես եք, պարոն Տիգրան։ Շնորհակալություն, խնդրեմ։ Ես ձեր մի հաղորդման ժամանակ միացել եմ, խոսացել եմ։ Այո, ասեք։ Շատ շնորհակալ գործ եք կատարում։ Ապրեք։ Շնորհակալություն։ Կասեմ։ Դուք էլ Որ ոգևոր։ հասկանան, որ ձեր նմանները եթե մի քանի հոգի լինեն, մի 20-30 հոգի լինեն, բավական է որ կարողանան ժողովրդին ուշքի բերել։ Շատ շնորհակալություն ձեր գործին։ Դուք լսեք, առաջի զանգողից լսեցիք, չէ՞, ձեր միտքը ինչ է, այդ մարդը կամ չհասկացող է, կամ իրան չհասկացողը տեղ էր դնում, առաջի զանգողը։ Շատ բարձ հասկանալի է։ Պարոն Տիգրան, շատ շնորհակալ։ Շատ մենք մեր պապենական արմատներից չպետք է կտրվենք։ Մենք առաքելական եկեղեցի ունենք։ Մենք 2000 տարվա եկեղեցի ունենք, 1700 տարվա։ Ընկել ենք մի 100 տարվա, չգիտես ում հնարած ինչ որ կրոնի, ինչ որ աղանդի հետևից են ընկել ժողովուրդը։ Սա ինչ բան է։ Շնորհակալություն սիրելի հնարավորության տակ խոսելու։ Շնորհակալություն պարոն Տիգրան։ Շատ շնորհակալություն, առայժմ։ Շնորհակալություն։ Այո, խնդրեմ։ Լսում եմ։ Համեսեք, լսում եմ։ Այո։ Լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, այո։ Ուզում եմ ասեմ, որ իսկապես խոնարհվում եմ ձեր աշխատանքի առջև։ Չէ, իմ առաջ մի խոնարհվեք, Աստծո առաջ, որ մեր զավակներին խոնարհվում եմ Աստծուց, Հիսուս Քրիստոսի ձեր առաջ, որ այսպեսի լուսաբանում եք, այսպեսի բարձում եք ժողովրդին, խեղճ ժողովուրդ արթնացեք, մենք իմանում ենք եւ գնահատում ենք ձեր աշխատանքները։ Շատ շնորհակալություն, դուք էլ ձեր բարեկամներին ոգևորեք այդպես։ Իմացեք, այս մարդը ինչ տանջանք է կաշում։ Խնդրում եմ վերադարձեք դեպի մեր ակունքները։ Մեր հայ ազգը փրկենք այս վիճակից։ Միասին պիտի վերադառնանք, այո, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այո, համեսեք։
Համեցեք։ Ալո, Այո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Ես շատ եմ ապրել հրյաների մեջ, Այո։ ես գիտեմ նրանց հոգեբանությունը։ Ահա։ Ես որ իմ ծանոթներին, բարեկամներին ասում եմ, այս ինչ որ կատարվում է։ Հերթի ձայնը իջացրեք, որ ֆոն չլինի։ Ես որ ասում եմ, որ այս ինչ որ կատարվում է այս երկրագնդի վրա, բոլոր հրյաների արածն է, հրյաների խաղերն է, որպեսզի իրենք տիրանան ամբողջ աշխարհին, եւ դա արվում է միայն գումարի համար, փողի համար։ Իմիջիայլոց նրանց մեջ էլ շատ հակասություններ կա։ Նրանց մեջ էլ հակասություններ կա, որ դրա համար նրանք վիճաբանում են։ Փողը նրանց հիվանդությունը եւ դրանք դրա գերին են դարել, նրանք դրա համար են տանջվում ու տուժում։ Այո, նրանց Աստվածը ոչ թե իրոք Աստվածն է, նրանց Աստվածը փողն է։ Այո, փողն է։ Բայց ինձ չեն լսում։ Ինձ ասում են, որ դու հրյաների դեմ ինչ որ մի բանով լծված ես։ Այո, ես ներքին ուժով զգում եմ, որ դա արվում է առաջին հերթին հայ ժողովրդի դեմ։ Այո։ Որպես ակունքների ճշմարտության սկզբնաղբյուր ու տեր։ Շնորհակալություն։ Ներեցեք, ես զանգը փոխեմ ուրիշներին հնարավորություն տամ խոսելու։ Շնորհակալություն։ Այո, խնդրեմ, համեցեք։ Ալո։ Այո, համեցեք։ Բարև ձեզ, Աշխենն է։ Համլետիկին, ինչպես եք։ Հա, բարև, շնորհակալություն Աշխեն ջան, շատ շնորհակալություն։ Տիգրան ջան, ինչ ասեմ, ես ուզում եի ասեի, որ այդ ինչ որ կատարվում է, արդեն հայազգային թվում է հասկացել է։ Արդեն զգում են, այո, պետք է շարունակել։ Շատ լավ է հասկացել այդ բանը եւ ինձ թվում է շատ քիչ ժամանակ է պետք, որպեսզի սա չար եւ բարու կռիվ է։ Բայց մենք պետք է գործ անենք, Աշխեն ջան։ Նրանք չարն են։ Եվ ես մի բան եի ուզում ասեի, դա Մարքսի բանն էի կարդացել, տողերը, որ ինքը նույնպես հրյա է։ Ինքը սատանայապաշտ է եղել։ Ահա։ Սատանայապաշտ է եղել Կարլ Մարքսը։ Նրա 6 աղջիկները մահացել են հիվանդություններից։ Հրյայի ամենամեծ Աստվածը փողն է։ Նույնիսկ իրանք գիտեն այդ բանը։ Նենց որ ամբողջ աշխարհը հասկացել է արդեն թե ինչ է կատարվում։ Ոստի նաև հрьяաներին շատ չթշնամանանք, որտեղ իրանք էլ նախ հիվանդ են դրա համար։ Ես ուզեցի նաև իրենց էլ արտնացել, որ տեսեք դուք տուժում եք դրա համար շատ։ Իրենց մեջ էլ հակասություններ կան։ Մարդիկ կան, որոնք պայքարում են հենց իրանց այդ չար հոգու դեմ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Աշխեն ջան, առայժմ։ Այո, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզեի ուղղակի իմանալ Հիսուսի խոսքերի փոփոխությունը, որ դուք կարծում եք, լիովին վստահ եք ձեր վրա։ Ես վստահ եմ։ Որտեղ դա շատ լուրջ բան է։ Այո, ուզում եք հիմա մի օրինակով ձեզ ասեմ։ Դուք էլ կհասկանաք անմիջապես, քիչ առաջ վերջում ասի հիշեցնեմ ուղղակի։ Այնտեղ փորձյան օրերի համար որ ասում է ժողովուրդ այդ օրին ժողովրդի դեմ կելնի, գրված է այդպես, կելնի, հայրը որդու դեմ կելնի, մայրը աղջկա դեմ, հայրը որդին հորը կսպանի։ Տեսեք բառերը, կսպանի, կելնի, կլնի, այսինքն իբր թե իրեն կկատարվի, ոչ։ Բայց երբ որ տեսնում ենք թե ովքեր են անողները եւ ինչպես է դա կատարվում, մենք հասկանում ենք որ կան անողներ, ուստի այդ գրքերը գրողները բառը փոխել են, կլինի փոխարեն Հիսուսի ասած կանենի փոխարեն, որ իրար դեմ հանողներ կան, որտեղ նա գիտեր արդեն, քանի որ եկավ այդ ժողովրդի մեջ նրանց բուժել օգնելու, որտեղ նրանք խառնակիչներ էին։ Ուստի այդ խառնակությունը եկավ նա բուժելու կանգնեցնելու, եւ մենք ստեղ հասկանում ենք որ այդ խոսքերն են փոխած, որ նա իմանալով ամեն ինչը եւ եկավ հենց այն ժողովրդի մեջ, ովքեր որ անում են դա, որ ինչպես խռովություն ներշնչելով հրյա ժողովրդի մեջ քարկոծում էին առաքյալներին։ Տեսնում եք անողներն ովքեր են, ուրեմն նա ասում է որ ժողովրդի դեմ կհանեն, հորը որդու դեմ կհանեն, մոր աղջկա դեմ անգամ սպանել կտան։ Սա է ճիշտը։ Դա գառի եւ այծի տարբերությունն է, որ եթե մեկը Քրիստոսի հետ է։ Շատ ներողություն, որտեղ եթե մենք մտածենք արդեն որ կանեն, մենք արդեն կմտածենք այդ ովքեր են անողներ եւ կբռնենք անողին, հասկացաք։ Բայց երբ որ մտածում ենք որ կլինի, էլ չենք մտածում, էլ չենք պայքարում։ Դե ուրեմն կլինի, ինչ անենք։ Այս սա է խաբեությունը, նենգությունը, հասկացաք միտքը։ Փրկությունը անհատական է, դրա համար եմ ես ասում։ Որտեղ հնարավոր չի ինչ որ այս ամեն ինչը կանխել, դա պիտի լինի։ Չէ, բաներ կա, այո, մարդկությունը որ շատ մեղքեր է գործել, այո, ինչ որ բնական բնության մեջ խառնվել է, անդրադարձը գալիս է, բայց ի նկատի ունեմ բնական անխուսափելի պատասխանների մեջ խառնված է մարդու միտումնավոր այն ծրագիրը, որը խառնում են բնական երևույթների հետ եւ մատուցում իբր բնական երևույթներ։ Նույնը վերաբերվում է հասկացաք միտքս ինչ եմ ասում։ Նույնը վերաբերվում է հայտնության մեջ այն 7 սկավառակները, դա սուտ է։ Ինչ 7 սկավառակ։
Այս կայրիկայ դա այն ծրագրերը, որը պատերազմներ սարքելով, տենում եք ինչ է կատարում Աֆղանստանում, զորքեր են մտցնում, դա հրեաների սարքած գործն է։ Տերորիստի պիտակի տակ մարդկանց ճնշելու, այնտեղ մտնելու։ Իրանք են վերացնում։ Առաջինը այդ հիվանդությունը իրենց է վերացնում։ Իրենք իրենց դեմ են հանում ամբողջ աշխարհը։ Եվ ես կոչ եմ անում այն հрьяաներին, ովքեր հասկանում են այս վնասը, որ իրենց ժողովրդին իրենց լիդերն են իրենց գլխին բերում։ Որպես ոգևորի։ Այո։ Ասում որ դա ոչ թե մարդն է, այլ չար ուժը, որը որ գրավում է հոգ։ Այո, դա նրա գրավել է նրանց։ Շատ ճիշտ է։ Լագրում հենց հրեային անձնապես, որտեղ դա ճշնամություն է առաջացնում։ Այդ դրամը հրեաները պետք է իրենք փնտրեն այդ պատճառը, եւ թե նրանք այդ օրենքներից հրաժարվեն, անմիջապես կյանքը փոխվի իրենց մեջ։ Ժամանակ կգա։ Ժամանակ գալի եւ մենք էլ նպաստենք, ու մենք արտանանք։ Իրանք ժամանակ ավելի կհեռացնենք ու կսրենք մեր դեմ։ Դրա համար մենք պետք է արտանանք, որ մենք պաշտպանվենք առանց հատուկ կռիվ անելու։ Իմ կոչը դա է։ Ինչպես։ Ապելությունը առաջանում հрьяաների նկատմամբ։ Օրինակ այսօր լսում եմ հաղորդումը, անկախ ինձնից սկսում եմ զզվել իրանցից, ատել։ Դրա մեջ էլ ասում եմ, որ արեք ժողովրդին չընդհանրացնենք, այլ լիդերների դեմ խոսանք, ուստի եւ իրենց էլ հասկացնենք։ Ներեցեք ժամանակն ավարտվում է արդեն։ Շատ շնորհակալություն հեռախոսազանգերի համար։ Օգնեք ինձ, որպեսզի ես հաջորդ անգամ կարող եմ հանդիպել։ Մի հապաղեք, օգնեք ինձ, շատ կարևոր լավ բաներ կան ասելու, իրար օգնելու համար։ Առայժմ Աստված ձեզ հետ։ Հաջողություն։ Այժմ ամփոփենք, ուստի իմ հեռախոսի համարով, տակի համար, իմ սելուրի հեռախոսի համարը նորից գրեք, խնդրում եմ։ Այդ հեռախոսի համարով խնդրում սիրելի հայրենակիցներ, կապվեք ինձ հետ, ովքեր իրոք զգում են, որ թեկուզ մի փոքր հնարավորություն ունենք իրար հանդիպենք ուրիշ մարդկանց հետ ինձ հովանավորեք, որպեսզի հաջորդաբար հաղորդումներ ունենամ այս ժամերին։ Շատ լավ կարևոր բաներ կա ասելու, որ մենք միաբան լինենք, առողջ լինենք, մեր հոգին մաքրվի։ Շատ կարևոր խորհուրդներ ունեմ, խնդրեմ, օգնեք, միացեք ինձ, արթնացեք գործարար հայ մարդիկ։ Առայժմ։ Ստեսություն ձեզ բոլորիդ։